շատ հեռու ենք մնում դրանից, համեցեք։ Պարոն Փաշինյան, Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում նաև հայտարարել է, որ պատերազմի ժամանակ երկրորդ թե երրորդ օրը հստակ չեմ հիշում, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա բանակցությունների, բայց դուք չեք լիազորել նրանց, ընդ որում բանակցությունները պիտի կայանային ոչ թե Վլադիմիր Պուտինի մակարդակով, այլ Լավրովի, եւ ձեր պատասխանը եղել է հետեւյալը, որ առանց այն էլ ԱԳՆ-ն ամենօրյա մակարդակում այդ բանակցությունները տանում է։ Նախ կուզենամ անդրադառնալ այս խոսակցություններին, արդյոք եղել է նման խոսակցություն թե ոչ, եւ Ռոբերտ Քոչարյանը արդեն որերորդ անգամ կասկածի տակ է դնում օգոստոսի 8-յան իրողությունները եւ խաղաղությունը, ասում է, որ դա մեկ անձի ցանկությունից եւ տրամադրությունից կախված փաստաթուղթ է եւ առաջարկում է երաշխավոր կողմերը ավելացնել, այսպես ասած Չինաստանը եւ Ռուսաստանը կարող են դառնալ երաշխավոր այդ եռակողմ պայմանագրին եւ մեկ հավելում են Ռոբերտ Քոչարյանը, ասում է, որ 2026 թվականին հուսով է թուղթուկրիշ տայք գրել, կամ ոնց են հիշել։ 2026 թվականին հուսով է հայ ժողովուրդը այդ սխալը չի գործի, դուք չեք վերընտրվի եւ ինքը գալով հանրային համերաշխություն կիրականացնի, որովհետեւ իր բառերով ասած դուք չարեք ձեր իշխանությունը նույնպես։ Դե հատկապես Ռոբերտ Քոչարյանի հույսը վաղուց մեռած պիտի լիներ, բայց ինչ որ դիմադրումը չենք հասկանում ինչի հաշվին։ Հաջորդ հարցը, հա, իմիջիայլոց այդ բանի հետ կապված, Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ կապված, ես հետո տեսա, որ ինչ որ տոնակատարություն է եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ասում են փաստորեն ասում են Փաշինյանը քշերը չի քնել եւ բան արել, նայելա Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ես տանպես ամեն օր իմ աշխատանքային ժամը սկսվում է 5-ին, ժամը 5-ին եւ պիտի անկեղծ ասեմ, որ նույնիսկ ես որ իմացա, որ 5 թե 7 ժամանոց, այսինքն ես չգիտեմ, որ նոր ավարտվել է հարցազրույցը ընդհանրապես եւ 2 հոգու հավաքել եւ 5 ժամ խոսալ, այդ նշանակում է մարդը բան ունի, շփման ինչ որ խնդիր ունի։ Ճիշտ է, ես էլ 4 ժամանոց ասուլիս եղել է, նույնիսկ 5 անում եմ, բայց այդ դեպքում լրագրողները, այսինքն բոլոր ցանկացող հավատարմագրված կառավարության բոլոր ցանկացող լրագրողները մասնակցում են։ Ինչ վերաբերում է երաշխավորներին, մենք արդեն երաշխավոր ունեցել ենք։ Եվ այդ երաշխավորի մասին մեր պատկերացումներն են, որ մեզ համար ստեղծել են այն խնդիրները, որոնք մենք ունենք։ Եվ դա ակնհայտ է։ Ինչ վերաբերում է, հա, ներողություն, ես ուզում եմ հարցնեից դուք երբվանից եք լրագրող աշխատում, կներեք, վաղուց եք, բայց տասնյակ անգամ այդ թեմաներին անդրադարձել եմ։ 3 ղեկավարների գնալու, չգնալու եւ այլն եւ այլն։ Ես օթանավն եմ տրամադրել, ասել եմ ուզում եք գնաք, որ ուզում եք գնանք։ Այսինքն այդ թեման ինչի, այսինքն չեք զանգել ասել, որ իրենց ընդունեք այնպես, օրինակ ինչպես մեզ կընդունենք, որովհետեւ ասում է պետք է ամեն դեպքում իշխանությունից որ ձեր անունից բան լիներ։ Դե հիմա դուք ինձ ստիպում եք էլի անցնեմ խոսակցություն